Խաղաղություն, քույրեր, եղբայրներ, թող Աստված օրհնի մեզ բոլորիս։ Այսօր իրոք տերունական օր է, եկել ենք հանդիպելու մեր Աստծուն, մեր Հիսուս Քրիստոսին, աղոթքից առաջ, մեր պաշտամունքը սկսելուց առաջ, ուզում եմ կարդամ 2 Պետրոս 3 գլուխ 9, 10, 11 համարները, 2 Պետրոս 3 գլուխ 9, 10, 11 համարները։ Տերը չի ուշացնում խոստումը, ինչպես ոմանք ուշացած են կարծում, բայց երկայնամիտ է լինում քեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենը ապաշխարության հասնեն։ Բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, որ նրանում երկինքը շառաչյունով կանցնե, և տարերքը կրակով վառված կհալվին, և երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվին։ Հիմա սրանք ամենը հարվելու բաներ են, ինչպես պետք է դուք գիտենաք սուրբ և աստվածապաշտ վարքում։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ինձ ու քեզ մեր ոտքերը ուղղորդել է, այսօր Աստված հնարավորություն է տվել հավաքվենք միտեղ, ու մենք պետք է գիտակցենք, սա մեր Հիսուս Քրիստոսի պաշտամունքն է։ Այսօր եկել ենք պաշտենք այդ Աստծուն, ու այդ Աստված ուզում է, որ ինչ որ մեր ներսում կա, ամենը թողանք իր ոտքերի մոտ։ Այսօր Աստված ուզում է, ինչ ծրագրեր կա, ինչ խորհուրդներ կա, ինչ ծանրություններ կա, ամենը տանք իրան։ Այսօր Հիսուս Քրիստոսը, Աստծո խոսքը, տեսեք Պետրոս առաքյալը մեզ ինչ է հիշեցնում, ասում է Տերը չի ուշացնում խոստումը, ինչպես ոմանք ուշացած են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն։ Տեսեք ժողովուրդ ջան, այսօր շատերը գիտես ինչ են մտածում, շատերը արտահայտվում են, ասում են դե 2000 տարի նույն բանն ենք լսում, Հիսուսը պետք է գար, ուրա, բայց Աստծո խոսքը ինչ ասում այդ Աստված չի ուշացնելու, այն օրը, որ որոշել է, որ Հիսուս Քրիստոսը պետք է գա, իմ ու քո փրկության որոշված օրը որ կա, այդ օրը չի ուշանալու։ Ուղղակի այսօր Աստված այնքան ողորմած է իմ ու քո հանդեպ, քուրս ու աղբերս, այս ժամանակը տվել է ինձ ու քեզ, հենց այս օրը, հենց այս առավոտը, հենց այս վայրկյանը, սա Աստծո ողորմությունն է, սա Աստծո երկայնամտությունն է, որ հնարավորություն է տվել, որ ես մի հատ իմի գամ, որ հնարավորություն է տվել, որ ես ասեմ Տեր Աստված, ես այսօր այս վիճակի մեջ եմ արթնացել։ Տեր Աստված, ես եկել եմ եկեղեցի, ես եկել եմ պաշտելու քեզ, եկել եմ խոնարհվելու քո առջև, բայց իմ ներսում այս խնդիրները կա, ինչ կեղնի, այսօր ուզում եմ այսօրը ինձ համար բժշկության օր եղնի, այս մարտի 8-ը, այս առավոտը, այս պաշտամունքին ինձ համար զորության օր եղնի, իմ ներսում կապանքների քանման օր եղնի, քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված իմ ու քուն պարգևել է հենց դրա համար, ոչ թե մի հատ օր, ոնց որ երեկվա օրը, ոնց որ առաջի օրվա օրը, ուղղակի անցավ գնավ, բայց տեսեք Պետրոս առաքյալը ինչ ասում է, ինչպես ոմանք ուշացել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենը ապաշխարության հասնեն։ Այսօր ես խոստովանվում եմ, ապաշխարության կարիք ունեմ։ Ու Աստված այսօր ինձ տվել է նրա համար, որ ես չկորչեմ, որ ես ճանաչեմ իմ վիճակը, ասեմ Տեր Աստված, եկել եմ այս բաներից ապաշխարելու, ես ճանաչեմ իմ թույլ վիճակը, իմ անկարող վիճակը, իմ մեղավոր վիճակը, ասեմ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ դու երկայնամիտ Աստված ես, որ դու ողորմած Աստված ես, որ դու իմ մասին մտածում ես, այսօր ես այդ հավատքով եմ եկել, եւ շարունակության մեջ տեսեք ինչ ասում, քույրեր ջան, եղբայրներ ջան, բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, որ նրանում երկինքը շառաչյունով կանցնե, և տարերքը կրակով վառված կհալվին, և երկիրը և նրանում եղած բաները կայրվին։ Հիմա որ սրանք ամեն բաները հարվելու են, ինչպես պետք է դուք գտնվեք սուրբ և աստվածապաշտ վարքում։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, Տիրոջ օրը, մեր փրկության օրը, մեր Տիրոջ առջև կանգնելու օրը, մեր ապրածի համար պատասխան տալու օրը,
գողի պես է գալու։ Գողի պես է գալու, որ ոչ մեկը չի երևալու։ Գիտեք, գողը երբ է մտնում մարդու տուն, երբ որ այդ մարդը հանգիստ է, երբ որ այդ մարդը իրան չի սպասում, երբ որ գողը գիտի այդ մարդը, որ մտնի տվյալ մարդու մոտ, դիմադրություն ցույց չի տալու, այդ ժամանակ է գողը մտնում։ Այսօր քուրս ու աղբերս, մենք ինչ վիճակի մեջ ենք։ Արդյոք ես արթուն վիճակի մեջ եմ։ Արդյոք ես զգաստ եմ։ Արդյոք Աստծո խոսքը, որ իմ ներսում ամեն օր ինձ անհանգստացնում է, ասում է դու որ հոգևոր մարդ ես, այս արարքները, որ քո կյանքում կան, սա Աստծուն հաճելի չի։ Սա զգաստացում է, քույրեր ջան, եղբայրներ ջան, ես ոնց եմ վարվում։ Ես ինչ եմ մտածում։ Այսօր շատերս անհոգության մեջ ենք։ Այսօր շատերս Աստծո խոսքը գիտենք, անգիր գիտենք, բայց գիտեք, ես ձև եմ մտածում։ Գիտենալը դա փրկության չի տանելու։ Աստծո խոսքը գիտենալը դա փրկության չի տանելու։ Գիտությունը մարդուն ինչ անում, հպարտացնում է, բայց հոգին ապրեստում, Աստծո խոսքն ապրեստում։ Ավելի լավ է այսօր մտածենք, այն Աստծո խոսքը, որ իմ ներսում կա, այդ խոսքը զորություն գործում է, այդ խոսքը ինձ զորացնում է, այդ խոսքը ինձ մոտեցնում է Աստծուն, այդ խոսքը բացում է իմ մեղավոր վիճակը, ես դրա վրա մտածեմ, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր ավելի լավ է այն խոսքը, որ իմ ներսում կա, ես այդ խոսքին հնազանդվեմ, այդ խոսքով ապրեմ, այդ խոսքով առաջնորդվեմ, ես թողամ, որ այդ խոսքը ինձ կրթի ու դաստիարակի։ Ես սրա վրա շատ եմ մտածել, էլի եմ արտահայտվել, մի անգամ էլ ասեմ, լա, պատկերացրեք մի հատ քար տաշ մարդ, որ քար է տաշում, չգիտեմ, խաշքար է ծեծում, ու մի հատ քարի վրա, մի հատ խաշքարի վրա, մի հատ պատկերի վրա մի 10 տարի, 15 տարի աշխատի, ինչ հիասքանչ ձեռքի գործ կունենա։ Բայց այսօր շատերս տարիներով Աստծո տան մեջ ենք ու թույլ չենք տալիս, որ Սուրբ Հոգին, որ Աստծո խոսքը ինձ եւ քեզ հղկի, տաշի, դրա համար էլ այսօր շատ տաշվելու տեղ ունեմ։ Ու այսօր Աստված ինձ բերել է հենց դրա համար։ Տիրոջ երկայնամտությունը, Տիրոջ ողորմությունը, Տիրոջ սերը, քույրեր ջան, եղբայրներ ջան, հենց այսօր երևում է իմ քո կյանքի մեջ։ Ասում է գողի նման եմ գալու։ Մնացեք սուրբ կյանք ապրելու մեջ, մնացեք ապաշխարելու մեջ, մնացեք Աստծո խոսքը իմ ու քո կյանքում պահելու, հարատևելու մեջ։ Նորից եմ խնդրում, այսա տերունական հայր մեր աղոթքով կանգնելու ենք, մեր հայր մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքը, ու աղոթքի ընթացքում, ինչ կա սրտիդ մեջ, բեր Աստծո առաջ, գիտես, քեզ կարող է մարդը լավ չհասկանա, բայց Աստված քեզ լավ հասկանում, կարող է մարդը քեզ պատասխան տա, որ դա քո սրտով չեղնի, բայց Աստծո տված պատասխանը իմ ու քո ներսը քարոքանդ անելու։ Կարող քո աչքերով նայես, իմ աչքերով նայեմ, իմ ներսում բաներ կան, որ ես դրանից չեմ կարողալու ազատվեմ, անհնար է, էլ հույս չկա, բայց այսօր Պետրոս առաքյալն ասում է, Տիրոջ երկայնամտությունը, ողորմությունը քո կյանքում է, այսօր բերել է, որ այդ խապանքները քանդվի, որ այդ քո անհույս վիճակը դու թողաս ու տենաս, որ մի հատ հույս կա, ու այդ հույսը Հիսուս Քրիստոսն է։ Բերեք կանգնենք ոտքի, քույրեր ջան, եղբայրներ ջան, մեր Տերունը